Քաղաքացիական պայմանագիրը հայտարարել է, որ կարող են հայտեր ներկայացվել ընտրական ցուցակ ընդգրկվելու համար, այնտեղ նշված էր պայմաններ, գումարի չափ եւ այլն, եւ վերջո թե ոնց է ձևավորվելու նաեւ ցուցակը։ Ես կխնդրեի մի քիչ այս մասին մանրամասնեք, սա ինչ նորամուծություն է, ինչու է որոշվել մարդկանց այս հնարավորությունը տալ եւ արդյոք սա նշանակում է, որ քաղաքացիական պայմանագիրը այսպես ինչ որ թարմացման կամ ինչ որ մի կուսակցության շրջանում ինչ նոր մարդկանց կարիք եւ անհրաժեշտություն է տեսնում նոր գործիչների։ Նախ սա վկայությունն է այն բանի, որ մենք թափանցիկ կուսակցություն ենք եւ առաջնորդվում ենք ժողովրդավարական արժեքներով եւ ես առիթ օգտագործելով կոչ կանեմ մյուս կուսակցություններին հետեւել այս բացառիկ օրինակին։ Մենք սրանով նաև ըստ էության կատարում ենք ընտրական օրենսգրքի պահանջը, ինչու, որովհետև առնվազն ցուցակների առաջին 30 համարները պետք է ընտրվեն կուսակցությունների համաժողովների ամենագերագույն մարմնի կողմից։ Եվ մենք պատրաստվում ենք այդ տեխնացուներին գրանցելուց հետո իհարկե նաև մեր տարբեր կրիտերիաներով դնել քվեարկության մեր համաժողովին, ինչպես մենք կատարեցինք մեր վարչության ընտրությունների ժամանակ, եւ մեր կուսակցության պատվիրակներն են որոշելու, այս պայն իհարկե քննարկումների մեջ ենք թե որ մասը, բայց առնվազն առաջի 30 հոգին ինչպես է դասավորված լինելու կուսակցության ցուցակում, եւ սա նորից եմ կրկնում ժողովրդավարության ուղղակի դրսևորում է նաև կուսակցական ժողովրդավարության եւ քաղաքական համակարգը կայացնելու։ Ինչ վերաբերում է նոր կադրերին, ես այդտեղ որևէ վատ բան չեմ տեսնում, որ մենք ունենանք նաև նոր մեր գործընկերներ, բայց նաև կա պայման, որ եթե նրանք կուսակցության անդամ չեն, ապա պետք է ունենան կուսակցության վարչության առնվազն 1 անդամի երաշխավորությունը, իսկ եթե կուսակցության անդամ են, ապա մեր ցանկացած կուսակցական կարող է առաջադրվել, ինչպես օրինակ ցանկացած կուսակցական կարող էր առաջադրվել կուսակցության վարչության եւ վերահսկողի ընտրություններում։ Երաշխավորությունը ինչի համար անհրաժեշտություն դուք տեսնում եք թե ոչ, որովհետեւ երեք Արայք Հարությունյանն ասում էր, որ կուսակցության ներսում կան այդպիսի այն դեպքում քննարկումներ, ոմանք կարծում են, որ պետք է։ Ես չեմ տեսնում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, չեմ տեսել երբեք վերջի ընտրություններից հետո, կարծում եմ, որ մենք ընտրական ցիկլերը պետք է փակենք, այնպես ինչպես նախատեսված է օրենքով, դա նաև նորից եմ կրկնում, քաղաքական համակարգի կայունացմանն է ուղղված, արտահերթ ընտրությունները սովորաբար արտակարգ իրավիճակներում են տեղի ունենում, ինչպես նախորդ 2 արտահերթ ընտրությունները, ես հիմա չեմ տեսնում որևէ արտակարգ իրավիճակ։ Կանտրոսյան եւ այդ վճարի չափի հետ կապված քպականները կես միլիոն իսկ ոչ քպականները 1.5 միլիոն, կխնդրեմ ասեք դա ինչով է պայմանավորված։ Շատ բարձ հաշվարկով, որտեղ մենք ունենք նաև անդամավճարի ինստիտուտ կուսակցության բյուջե, որտեղ մեր կուսակցությունը հենված է ոչ թե որոշ օլիգարխների վրա, ինչպես շատ այլ կուսակցություններ, այլ մեր անդամավճարների վրա, եւ մենք ունենք այսպիսի ինստիտուտ, որ մեր աշխատավարձից ստացած եկամուտների 3%-ը վճարում են կուսակցության բյուջե, եւ այնպես է ստացվում, որ ոչ կուսակցականները դա չեն անում, որը 5 տարվա ընթացքում մոտավորապես 1 միլիոն դրամ է կազմում եւ ըստ էության դրանով փոխհատուցում են իրենց ծանրաբեռնվածությունը շատ լինի քպականների վրա։ Չէ, պարզապես ուզում ենք արդարություն լինի, որ ասենք ոչ կուսակցական падգամավորը նույնպես մասնակցի կուսակցության, քանի որ ընտրվում է կուսակցական ցուցակով, նաեւ նույնպես մասնակցի կուսակցության ծախսերի ապահովմանը։ Պարոն Թորոսյան, ոչ կուսակցականներն էլ, այսինքն հայտեր ցանկացած մարդ կարող է ներկայացնել։ Սա ինչի համար։ Ցանկացած մարդ չի կարող, ես այսօր նշեցի։ Երաշխավորություն պետք է ունենա։ Որովհետև ցանկացած մարդ չի կարող երաշխավորություն ստանալ, օրինակ ինձնից, որտեղ ես էլ եմ վարչության անդամ, եւ ես ինքս ոչ մեկին չեմ տալու երաշխավորություն, որտեղ ես կարծում եմ, որ հնարավորինս կուսակցական պետքա լինեն մեր ցուցակները, թեև օրենքը նախատեսում է, որ կարող է 30% լինել ոչ կուսակցական, եւ մենք հիմա էլ ունենք կուսակցական ոչ կուսակցական կամ այլ կուսակցությունների ունեցել ենք այլ կուսակցությունների անդամ падգամավորներ, ոչ մի մտավախություն չունեմ։ Ես կարծում եմ, որ դա կրկին կուսակցական եւ քաղաքական համակարգի կայացմանն է նպաստում, բայց օրենքը դա թույլ է տալիս եւ չի բացառվում, որ մենք ունենանք ինչպես հիմա ազգային ժողովում անկուսակցական падգամավորներ, այնպես էլ նոր ցուցակում։ Մտածում եք ինչ որ կրիտիկական փորձը ցույց տվեց, փորձը իրականում հակառակն է ցույց տվել, եթե հետեւել եք այս գումարման ազգային ժողովում վստահության կորուստ ունեցած падգամավորներին, բայց երկու падգամավոր, չէ, ինչու
երկու պատգամավոր հալկեցիք։ Դե կուսակցական պատգամավորները բայց նախորդ լքեցին։ խորհրդարանում եղավ պատերազմից հետո ձեր շարքերը լքեցին։ Հարգելի գործընկերներ, ցանկացած իրավիճակ, տեսեք, եկեք պատասխանեմ։ Ցանկացած իրավիճակ հնարավոր է, բայց այս մեր դրած մեխանիզմները հնարավորինս միտված են դրանք բացառելու, ինչու՞։ Որտեվ երբ որ նույնիսկ դու գրանցվում ես, դու պետք է ստանաս կուսակցականների քվեն։ Այսինքն քո տեղը ցուցակում, հատկապես այդ առաջի 30-ում, որը այսպես ասած երկաթյա անցողիկ է ամեն պարագայում, եւ ես ինքս կողմնակից եմ, որ իհարկե ամբողջ ցուցակը կազմի համաժողովի կողմից, բայց մենք ունենանք որոշում, որը կհրապարակենք, մենք նաեւ այդ առումով շատ ներառական քննարկումներ ենք ունենում, կուսակցականները կորոշեն այդ քաղաքացին մեր կուսակցական կամ անկուսակցական ինչքանով է վստահելի եւ իր տեղը կորոշեն այդ ցուցակում։ Պարոն Թորոսյան, արդյոք ձեր ձևը մեթոդը, որ դուք ընտրություններով եք անցկացնում, ընդհանրապես արտաքին շերջ է ապահովելու, այսպես ասած, ձեր ժողովրդավարությունը, բայց իրականում Նիկոլ Փաշինյանի ուղղորդմամբ է նման առաջին 30 անձիկ լինելու ցուցակում։ Ես կարծում եմ դուք վաղուց պետք է ունենայիք այդ հարցի պատասխանը, այդ թվում մեր վերջի երկու համաժողովներին հետևելով, այդ թվում ես էլ եմ ձեզ ինտերվյու տվել լրատվամիջոցների վերջի համաժողովի ժամանակ, մեր կուսակցությունը ժողովրդավար կուսակցությունը, ներքին ժողովրդավարության եւ մեր պատվիրակներն են որոշում, ովքեր են մեր կուսակցության կառավարող մարմնի անդամները, որը կոչվում է վարչության մեր դեպքում վերահսկող հանձնաժողովի անդամ եւ բազմաթիվ այլ որոշումներում, սկսած երբեմն մենք նախարարներ ենք որոշում վարչությունով, երբեմն շտաբի պետ ենք որոշում, օրինակ ես ընտրվել եմ վարչության անդամ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ որևէ մեկի ցանկությամբ, միգուցե նա էլ է ինձ քվեարկել, չգիտեմ, գաղտնի քվեարկություն ա եղել, բայց իմ օգտին քվեարկել են համապատասխան թվով մեր պատվիրակներ, Ժորժ ջան, ասենք հարգելի Նիկոլ Փաշինյանը փակ գաղտնի քվեարկության ժամանակ, ինչպես ես եւ մեր ցանկացած կուսակցական պատվիրակ, խնդրում եմ մինչեւ վերջ լսեք պատասխանը, ունի մեկ քվեաթերթիկ, որով կարող է իր ընտրությունը կատարել։ Մի հարց էլ այս թեմայի հետ կապված, պարոն Թորոսյան, եւ երևում է վերջին հաղորդագրություններից ամեն դեպքում կուսակցության, որ վարչության նիստերում առնվազն ընտրությունների թեման օրակարգային է, այսինքն քննարկվում է արդեն շտաբի պետ է ընտրվել, նաև տեղակալը, որը քարոզչության գծով պետք է իրականացնի գործառույթներ, ինչով է, այսինքն պայմանավորված մոտ 10 ամիս կա, հա, շուտ եք սկսում, ինչու։ Նախ 10 ամիս չկա, շատ ավելի քիչ կա եւ այնտեղ process-ներ կան, որ ավելի շուտ են սկսում, ցուցակների առաջադրում, գրանցում եւ բուն ընտրությունների օրն է 8 ամիս հետո, այսինքն ցուցակները, եթե չեմ սխալվում, ներկայացվում են ապրիլին, այսինքն եթե ապրիլով հաշվենք, արդեն 4-5 ամիս է մնացել եւ շատ տրամաբանական է հերթական ընտրություններն են, մենք էլ պատրաստվում ենք հերթական ընտրություններին։ Միշտ ենք լուրջ պատրաստվում, բայց երբ որ լինում են արտահերթ, որոշումներն են լինում արտահերթ, իսկ սա շատ հանգիստ սահուն կերպով ստանալու դեպքում վարչապետի տեխնացուն կրկին լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Իմ վարչապետի տեխնացուն Նիկոլ Փաշինյանը, բայց ես մի պատվիրակ եմ, դա էլ է որոշվելու համաժողովով եւ առաջի համարը ցուցակի օրենքով է նաեւ վարչապետի տեխնացուն եւ այն դեպքում, երբ որ որևէ կուսակցություն հավաքում է միանգամից 50+ ձայներ, ինչպես մենք հավաքեցինք 21 թվականին, առաջի համարը ավտոմատ դառնում է վարչապետ։ Բայց կան այդ տեխնացուներ Պարոն Թորոսյան 50+1 կհավաքի քաղաքացիական պայմանագիրը հաշվի առնելով ձեր այս պահի հանրային վստահության ցուցակը։ Ես կարծում եմ այդ հարցի պատասխանը շատ լավ տրվեց մի քանի օր առաջ հենց վարչապետի կողմից 2021 թվականի 26 թվականի ընտրություններում կրկին հաղթելու է ժողովուրդը եւ ժողովուրդը կորոշի ով է լինելու մեր երկրի իշխանությունը մոտակա 5 տարիներին ի հեճուկս եւ ի հակադրում այն բոլոր ցանկությունների եւ պնդումների, որ ժողովուրդը լավ որոշող չէ, ժողովուրդը չի հասկանում ում է ընտրում եւ ես կարծում եմ, որ մենք մեր կատարած աշխատանքով եւ մեր ծրագրով եւ մեր տեսլականներով իրական Հայաստանի խաղաղության այնպիսի վստահություն ենք վայելում մեր ժողովրդի շրջանում, որ մենք հաղթելու ենք ընտրությունները։ Վաղ շաբաթում նոյեմբերի 16-ին սպասվելիք տեղական ինքնակառավարված մարմինների ընտրություններում ԿՊԻ շանսերը որքան է գնահատում, եթե հետևել եք Հարազարշավի անցյալ 9 օրերին
եւ ձեր ստացած տպավորությունները ամփոփելու հիմա։ Հետևել եմ այնքանով, որքան ստացվել է, բայց կարծում եմ, որ մեր մրցակից քաղաքական ուժերի շրջանում եւ գաղափարները եւ իրենց դիրքավորումը ոչնչով չեն տարբերվում ըստ էության մեր խորհրդարանական ընդդիմության դիրքավորումից եւ գաղափարներից, շատ այլ արտախորհրդարանական ուժերի, որոնք դեմ են այն ամեն ինչին, այն ամեն դրականին, ինչ որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, կոռուպցիայի դեմ պայքարին, խաղաղության հաստատմանը, մեր տնտեսական զարգացմանը եւ Վաղարշապատի ժողովուրդը վստահ եմ կրկին ճիշտ ընտրություն է կատարելու եւ այո, նաեւ մեր տեխնացուի անձով պայմանավորված մենք հաղթելու ենք Վաղարշապատի ընտրությունները։ Անթորոսյան տեղեկություններ շրջանառվում, որ հնարավոր է աշխատանքի սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները միավորվեն, կա նման քննարկում թե ոչ։ Չկա նման քննարկում, չգիտեմ որտեղից է տեղեկությունները, տարբեր մոդելներ կան տարբեր երկրներում, մեր երկրում ընտրված է այս մոդելը։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Ես սուպեր ոչինչ չեմ կարող, ես սովորական մարդ եմ, այս պահին նախարար եմ աշխատում, շնորհակալություն։ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ երբեք չեն լինելու, բայց Հայաստանում կա օրենքի գերակայություն եւ օրենքի գերիշխանություն եւ այդպես է լինելու, որտեղ նաեւ ժողովրդավարական երկրների ամենակարևորագույն կոմպոնենտներից մեկը հենց օրենքի գերակայությունն է, որոնքի առջև բոլորը պետք է հավասար լինեն, անկախ իրենց քաղաքական հայացքներից եւ եթե խոսքը գնում է օրինակ որոշ հանցագործության մեջ մեղադրվող ընդդիմադիրների բանտարկության, կալանավորման կամ դատապարտման մասին, բազմաթիվ են նաև դեպքերը, որոնք վերաբերում են նաև գործող պաշտոնյաների, որոնք եւ մեղադրվել են, եւ կալանավորվել են, եւ դատապարտվել են, եւ արդեն ազատվել են այդ ամենից հետո եւ ընտրողական արդարադատությանը վաղուց Հայաստանում վերջանում։ Պատգամավորները համաձայն չեն ձեր ասացի հետ, մի քանիսը համաձայն չեն, նրանք ասում են, որ խոսքի ազատություն Հայաստանում չկա եւ մեկ հրապարակման կամ հայտարարության համար կարող են կալանավորվել 40։ Նախ ոչ մի հայտարարության համար ոչ մեկի չեն կալանավորում, կան քրեական հոդվածներ, դրանց համար ես չեմ կարող գնահատական տալ դրանց համար կան քննչական, թույլ տվեք մինչև վերջ պատասխանել ձեր հարցին, քննչական, դատախազական եւ դատական մարմիններ, իսկ մեր գործընկեր տարբեր երկրների падգամավորներին, այդ թվում Եվրոպայի խորհրդարանի падգամավորներին իրանց իրավունքն է արտահայտել իրանց կարծիքը, բայց մեր երկիրը ունի իր ինստիտուտները եւ օրենքները, եթե ուզում ես այդ ինստիտուտների վրա ազդեցություն ունենալ, չգիտեմ, օրենքներ փոխել, պետք է Հայաստանի Հանրապետության падգամավոր լինես, որպեսզի դա անես։ Հաստատան Կոչուբաևին ստատուսի համար փաստորեն գետնին պարկասնելով բերման ենթարկեցին, հետո արդեն կալանավորեցին։ Ես պատասխանեցի ձեր հարցին արդեն, գրառումը ասել գրառում, ես հիմա անգից չեմ հիշում ինքը ինչա գրել, դրան կա գնահատական։ Հիմա ինձ էլ գրառման համար տարբեր մարդիկ դատի են տալիս, ասենք ինչ են դատի տալիս, ես գրառման համար, մեկ ուրիշներին գրառման համար մի րոպե էլի, ես օրինակ եմ բերում, ուրիշներին հրապարակային կոչերի համար էլ այլ հոդվածներով են առնվազն մեղադրանք առաջադրում եւ տանում դատարան եւ ոմանք նաեւ դատապարտվում են դրա համար, գրառումը ինքնին գրառումով չի, այսինքն գրառումը բովանդակությունն է կարևոր, որին գնահատական տվողը ես չեմ։ Պարոն Թորոսյան, իսկ մեթոդը բերման ենթարկել օրինակ, երբ որ հենց էլի փաստաբանի օրինակով տեսանք ինչպես էին պարկացրել ասֆալտի վրա, փողոցում դիմակավորված ԱԱԾ-ականների ավեն, կարծես որ հանցավոր բանդայի էին վնասազերծում։ Դա ինչպես է։ Ես ներկա չեմ եղել այդ բռնելուն, ճիշտ ասած չեմ տեսալ, եթե ոնց են գործողություն իրականացնում մեր օպերատիվ ծառայությունները, կարծում եմ իրանք էլ ունեն ստանդարտներ այդ ամեն ինչը անելու համար։ Իմել է այդպես, պարոն Թորոսյան, այդքան ոստիկաններ, հատուկ ջուկատայիններ, այն դեպքում, որ Ղուկասյանն ասում է, ես իմ ոտքով կգնամ։ Ես կարծում եմ, որ ցանկացած իրավիճակին կա համապատասխան արձագանք եւ այն ինչ որ տեղի ունենում Գյումրիում այդ կազմակերպված ըստ էության համարյա անկարգությունները, որոնք ինչ որ չափով նաեւ դառան անկարգություններ, նաեւ թույլ էին տվել ենթադրել, որ կարիք կա հավելյալ ուժեր ներգրավելու, որպեսզի թույլ չտրվի այդ որևէ գույքի մեկի վնասումը, որևէ իրավիճակի հասարակական կարգի խաթարումը եւ ես այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Եկեղեցին իմ մասով չի, բայց ասեք, լավ, ասեք։ Սոցիալական համատեքստ դրա եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումներին ես գիտեմ, պարոն Թորոսյան, կրոնական համոզմունքներին ծանոթ եմ, այդուհանդերձ խնդրեմ
Ինչ կոնկրետ։ Մասնավորապես վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները եւ վեհարանը Գարեգին բից ազատ ագրելու գործընթացը ձեզ ինչով կավարտվի։ Ես շատ եմ խոսել սրա մասին, ես փորձել եմ զուգահեռներ անցկացնել Կտրիչ Ներսիսյանի ապօրինաբար այդ շենքը զբաղեցնելու դեպքը, օրինակ քաղաքական պաշտոններում զբաղեցնող անձանց հետ, օրինակ մենք ունեցել ենք նման դեպք եւ ունեցել ենք նախագահ, որ օրինակ չէր կարող ունենալ երկրորդ երկրի քաղաքացիություն, որը օրենքով արգելված է եւ բայց երկրի նախագահը նա հրաժարական տվեց այդ պատճառով, թեև իրական, այսինքն պաշտոնական տեքստը այլ էր։ Հիմա եկեք ին վրա օրինակ բերենք։ Ես էլ չեմ կարող լինել, որևէ падգամավոր չի կարող լինել երկրորդ երկրի քաղաքացի կամ այլ պայմաններ կան լինելու падգամավոր կամ նախարար, ես չեմ բավարարում այդ պայմանը։ Ես ինչպես կարող եմ մնալ կամ լինել падգամավոր, ինչ շատ պարզ հարց է։ Կուսակրոնության այդ սկզբունքը, որը եկեղեցին է ինքը որոշ է, իր հետևորդները ընդունել են, խախտվել է եւ անձը պետքա լքի ըստ էության ապօրինաբար զավթած շենքը։ Հարգելի գործընկերներ, հիմա ես չեմ ուզում թիրախավորել Կտրիչ Ներսիսյանի դստերը, որի անունը, ազգանունը, հայրանունը բոլորը շատ լավ գիտեն եւ կարող են գտնել, որտեվ չեմ կարծում, որ նա մեղավոր է իր հոր վարքագծի եւ կամ այսօր զբաղեցրած դիրքի պատճառով, բայց բոլորը դրա մասին գիտեն եւ կարող եք դուք ինքներդ հրապարակել այդ տվյալները, եթե տենց խնդիր չեք տեսնում։ Ներողություն, դուք ասացիք նախագահը հրաժարական տվեց գնաց, որտեվ երկու երկրի քաղաքացի էր, Արմեն Սարգսյանին նկատի ունեք։ Եթե այդ խնդիրը կարապա ինչու՞ն է 18 թվականի առաջին օրերին չգնաց, այլ պատերազմից հետո գնաց եւ Նիկոլ Փաշինյանը մինչ այդ էր։ Նիկոլ Փաշինյանը ներողություն հարցս վերջացնեմ։ Հարգելի գործընկերներ, եթե այդ ամեն ինչը հայտնի չի եղել, որտեղից կարող էր այլ բան որևէ մեկը իմանալ կլինի, դա Նիկոլ Փաշինյանը կլինի։ Հարգելի գործընկերներ, բոլոր կասկածները փարատվել են։ Դե թուղթ է ցույց տվել ինչի մասին, որ ինքը միայն այս երկրի քաղաքացի է, հետո էլ պարզվել է, որ այդքան էլ այդպես չի։ Հիմա տեղեկանք է ցույց տվել։ Ես կարծում եմ դրա վերաբերյալ թե չեմ սխալ, նույնիսկ քրեական գործ կար, բայց երևի լավ կլինի հարցնել քրեական գործը քննողներին։ Անթորոսյան, Ծափաթաղում տեղի ունեցած երեխայի օրերով կապված նաև բարձրացավ, որ ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է, բազմա անդամ ընտանիք է եւ նաեւ այնտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կան։ Մինչ այս դեպքը նախարարությունը տեղյակ է եղել նրանց խնդիրներից, եղել են սոցիաշխատողներ, որ այցելել են այս ընտանիքին, աջակցություն ցուցաբերել։ Մեր տարածքային կենտրոնները մեր անապահովության համակարգում եղած բոլոր ընտանիքների հետ աշխատում են, իհարկե իրենց ընտանիքի անդամ չեն կարող ամեն օր եւ ամեն պահի լինել նրանց հետ, բայց այո, եւ ցավոք սրտի մենք ունենք այդպիսի ընտանիքներ եւ ես քիչ առաջ էլ բյուջետային քննարկումների ժամանակ խոսում էի, որ ցավոք սրտի մեր բազմազավակ եւ հատկապես 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների մի զգալի մասը թվերել ունեմ, եթե պետք լինի կհրապարակեմ, գտնվում է մեր անապահովության համակարգում, ինչը նաեւ մեզ տեղիք է տալիս մտածելու այդ ընտանիքներով կամ այդ տեսակի ընտանիքներով թե առանձնահատուկ զբաղվելու անհրաժեշտության մասին եւ թե այնպես անելու, որ ընտանիքները պլանավորեն իրենց ընդհանրապես երեխաներ ունենալը, պատշաճ իրենց ապրուստի պայմաններին, դրա համար թե գիտելիքներ են պետք, թե պետության կողմից աջակցություն է պետք, բայց ցավոք սրտի այո լինում են նաեւ նման դեպքեր։ Ընդհանուր ասացիք, բայց կոնկրետ այս տեղյակ է կոնկրետ այս օրինակից դուք կոնկրետ ինչ են արել։ Ես վստահ եմ, որ եղել են, բայց հիմա կոնկրետ այս պահին, այսինքն հիմա որ ասեմ եղել են, դուք կարող եք հարցնել երբ են եղել, չեմ կարող ես այդ հարցին պատասխանել, բայց չեն կարող եղած չեն, որտեղ առնվազն մենք ենք գնահատում այդ ընտանիքների կարիքը եւ քանի դեռ այդ գնահատումը չկա, մենք մեր համակարգերում չենք ընդգրկում այդ ընտանիքներին, հա Այո, եւ մեր թե համայնքային սոցիալական ծրագրերը սովորաբար, որոնք համայնքներն են ղեկավարում, եթե չեմ սխալվում, Ծափաթախը պետք է կամ Ճամբարակի մեջ լինի կամ Վարդենիսի եւ մեր միասնական սոցիալական ծառայությունը զբաղվում է նման ընտանիքներով։ Բացի աջակցություն, այսինքն բացի նպաստը, ես ընդհանրեցի որ Դե ուրիշ աշխատանքը ասացի, զբաղվածության
տեսեք, սոցիալական աշխատողներ ունենք, որոնք աջակցում են ընտանիքներին, եթե ինչ-որ բանի կարիք կա, չգիտեմ, օրինակ պետության հետ հարաբերվելու տարբեր հարցերում, բայց մենք այդ ընտանիքի կամ որևէ ընտանիքի մաս չենք կարող կազմել, որ իրենց ամենօրյա հոգսերով ընդհանրապես որևէ ընտանիքի մտավոր կարիքների հետ կապված, եթե մենք ունենք արտապատվիրակված ծառայություններ շատ մարզերում, պետք գեղարքունիքում պետք է ունենք, որ տնային ծառայություններ են մատուցում կամ ցերեկային ծառայություններ, այնտեղ կենտրոն չունենք մեր ենթակայության տակ, այդպիսի երեխաներով զբաղվող, որը էլի խնդիր է, ունենք մի քանի այլ մարզերում, եւ երբ որ ես խոսում եմ այսօր օրինակ մեր այդ փոքր տների ծառայության մասին, մեր գործող խնամքի հաստատությունների վերանորոգման մասին, դա վերաբերում է նաեւ այսպիսի քաղաքացիներին մեր։ Պարոն Թորոսյան, դուք ընտրություններին եք պատրաստվում, շտաբի ղեկավար եք ընտրել, հա, քարոզչական գծով տեղակալ, այս նորամուծությունն եք ներդրել, որ դիմում տան ԿՊ-ում հայտնվեն, բայց ասում են, որ ԿՊ-ն թող պատրաստ լինի ընդդիմություն դառնալու երկրորդ անգամ, մեր ձևով շարժումից են ասում, նաև դուք այս սցենարը ունեք ձեր մտքում, որ հնարավոր է նաև ընդդիմություն լինեք։ Տեսեք, նախ մենք արդեն ընդդիմություն եղել ենք ու սկսենք նրան երկրորդ անգամ։ Նարեկ ջան, խնդրում եմ էլի։ Երբ որ ես պատասխանում եմ, ես ունեմ սկիզբ եւ վերջ։ Դուք իմ սկիզբը լսում եք, վերջը չեք ուզում լսեք։ Նորից եմ կրկնում սկզբից։ Մենք արդեն եղել ենք ընդդիմություն եւ չենք վախենում ընդդիմություն լինել։ Եվ եղել ենք ընդդիմություն իր հոր Երբ որ ինքը, ասենք Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար էր, խմբակցության ղեկավար էր, падգամավոր էր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, տեսել ենք այն ամեն ինչը, ինչ որ իրանք անում են այդ ընդդիմությունը բռնաճնշելու ուղղությամբ, օրինակ իրանք հիմա ազատ ինչ ուզում անում են բառիս ուղիղ իմաստով, որտեղ օրենքն է այդպես նախատեսում, եւ նորից չենք վախենում ընդդիմություններ, որտեղ այդ ամեն ինչը կարծես թե սպառնալիք է հնչում, հեսա տեսեք ձեզ ինչ կանենք, երբ որ դուք լինեք ընդդիմություն, այդ մեկ Եվ ինչ որ մի փուլում, այո, մենք միգուցե եւ դառնանք ընդդիմություն։ Երկրորդը, ես պատասխանեցի այդ հարցին։ Մեր գաղափարները, մեր կատարած աշխատանքը, ահռելի աշխատանքը, որը վերջի ընտրությունների ժամանակ արդեն կլինի 8 տարվա աշխատանքը, մեր երկրի տնտեսական աճ, ասենք մեր երկրի հնան կրկնապատկվել է, աշխատատեղերի թիվը 200,000-ից ավելով ավելացել է, միջին աշխատավարձը բարձրացել է, մեր գաղափարները խաղաղություն հաստատել եւ հաստատված խաղաղությունը մեզ տալիս են վստահություն, որ մենք հաղթելու ենք ընտրությունները։ Տարածքային կորուստներն էլ են տալիս։ Մենք տարածքային կորուստներ չենք ունեցել։ Այսինքն ջերմուկի օկուպացված տարածքներ այսինքն ինչ կապ ունի, եթե հարձակվել են մեր վրա ու տարածքներ են օկուպացրել, դա իմ մեղքն է, որ մենք իշխանության մեղքը չի, դա մեր պետության վրա եղած հարձակում է եղել, որին մենք դիմադրել ենք եւ բազմաթիվ հարյուրավոր մեր զինծառայողներ մահացել են դրա համար եւ դա պարզապես անպատվաբեր է այդպիսի արտահայտություններ անելը, իսկ ինչ վերաբերում է մեր տարածքային ամբողջականության վերականգնմանը, դա տեղի է ունենալու սահմանագծման եւ սահմանազատման արդյունքում, որի մասին դուք լավ տեղեկացված